2022 թվականի դեկտեմբերին ազգային ժողովի կողմից ընդունվել է արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքը, դրանից հետո 2023 թվականին հիմնադրվել է ծառայությունը, 23 թվականից ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը կիրառվել է գործնականում ծառայության ձևավորման այս ընթացքում եւ այս փորձառությունը վեր է հանել օրենքում առկա կարգավորումների կատարելագործման իրավական հստակեցման անհրաժեշտություն։ Մենք այս 3 տարիների ընթացքում հաշվառել ենք բոլոր հարցերը, որոնք իրավական պետության մեջ ենթակա են կարգավորման օրենքի մակարդակով, աշխատել ենք այնպիսի լրամշակումներ ստանալ, որոնք կլինեն իրավական տեսանկյունից հստակ եւ միաժամանակ կապահովեն ծառայության ֆունկցիոնալի արդյունավետությունը, կկոնկրետացնեն ծառայողների սոցիալական երաշխիքների շրջանակը, կվերացնեն այլ օրենքների հետ տարամեկնաբանություն տվող ձևակերպումները։ Ազգային ժողովին ներկայացված փաթեթը ներառում է բավականին մանրամասն հիմնավորումներ յուրաքանչյուր առաջարկվող փոփոխության վերաբերյալ, ուստի զեկուցմանս շրջանակներում կկենտրոնանամ հիմնական փոփոխությունների վրա։ Այսպես, օրենքում կարգավորված չեն ծառայության ծառայողին ավելի բարձր, հավասար կամ ավելի ցածր պաշտոնի նշանակելու կամ փոխադրելու հարաբերությունները, ի տարբերություն թե հանրային ծառայության մասին օրենքի եւ թե հատուկ ծառայությունների, զինվորական ծառայությունների մյուս մեր ազգային օրենսդրության համաձայն, այս խնդիրը առկա է մեր օրենքում եւ առաջարկում ենք շտկել այս բացը։ Օրենքի 31-րդ հոդվածում սահմանվում են ծառայության ծառայողներին վարձատրության պահպանմամբ տրվող նպատակային արձակուրդի տեսակները։ Հարգելի գործընկերներ, ազգային ժողովի կողմից 2020 թվականից ի վեր ընդունվել է աշխատանքային օրենսդրության փոփոխություններ, մեր օրենսգրքում նախատեսված է այսպես կոչված հայրության արձակուրդը։ Այս դեպքում առաջարկում ենք նաև ծառայության մասին իրավարաբերություններում նախատեսել նաև նման կարգավորում։ Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն ծառայության ծառայողներին թույլատրվում է կրել եւ պահել հաշվետվությունային զենք եւ հատուկ միջոցներ, այսինքն այս պահի դրությամբ գործող օրենքով սա արդեն նախատեսված կարգավորում է, նրանք իրավունք ունեն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆիզիկական ուժ կիրառել, զենք եւ հատուկ միջոցներ կիրառել։ Սրա հետ մեկտեղ ինչ ենք մենք առաջարկում ենք իրավական հիմք նախատեսել զենքի եւ հատուկ միջոցների կրման կարգը սահմանելու համար, ինչպես նաև լուծել այն հարցը, որ կարգավորված չէ, թե որ դեպքերում կամ ինչ կարգով ծառայողը հնարավորություն է ունենալու կամ իրավունք է ունենալու կիրառել զենքը եւ հատուկ միջոցները։ Նախագծով առաջարկում է կատարել համապատասխան լրացում եւ լուծել այս հարցը։ Կադրերի ռեզերվի հետ կապված կարգավորումներն են հաջորդը, օրենքի 21-րդ հոդվածում թվարկված կադրերի ռեզերվում գրանցվելու հիմքերը որոշակիորեն տարբերվում են օրենքի 37-րդ հոդվածում ծառայության պաշտոնից ազատվելու համար նախատեսված հիմքերից, առաջարկում ենք սա շտկել, ինչպես նաև այս առումով առաջարկում ենք շտկել կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակահատվածին համապատասխան ստաժը հաշվարկելու հետ կապված հարաբերությունները։ Օրենքի 33-րդ հոդվածը նախատեսում է երկարամյա ծառայության, ինչպես ծառայողական պարտականությունները եւ սահմանված կարգով տրված հանձնարարականներն ու առաջադրանքները գերազանց կատարելու համար ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները եւ մեր վերլուծությունը հանրային ծառայության այլ տեսակների, ինչպես նաեւ զինվորական ծառայության հետ համադրմամբ ցույց է տալիս, որ խրախուսման տեսակներից այն տեսակ է հանդիսանում նաեւ կարգապահական տուժ ժամկետից շուտ հանելը, ինչը նախատեսված չէ մեր դեպքում եւ առաջարկում ենք նաեւ այս համահարթությունը, համաչափ մոտեցումը կիրառել նաև օրենքով։ Առաջարկում է ծառայության պետի եւ տեղակալի պաշտոնում, որոնք այս պայծրությամբ գիտեք հանրային ծառայության օրենսդրությամբ նրանք ծառայության պաշտոններ չեն, վարչական պաշտոններ են, մենք առաջարկում ենք, որ ահա այս պաշտոններում պահանջ սահմանել, որ այդ անձինք կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Այս պայծրությամբ մենք իրավական հնարավորություն ունենք նաև երկքաղաքացիների համար նշանակվելու այս պաշտոնում։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է վերապատրաստումների մասնագիտական կրթական դասընթացների դեպքում նախատեսելու ծառայության նվազագույն ժամկետ եւ փոխհատուցման հնարավորություն։ Մյուս փոփոխությունը վերաբերում է հանրային ծառայության, մեր ծառայության դասային աստիճաններ նախատեսելու հետ կապված հարաբերություններին։ Ըստ էության մյուս փաթեթի մեծ փոփոխությունները վերաբերում են սոցիալական երաշխիքներին եւ վերջում նշեմ, որ օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի իմաստով մենք
մենք որպես ծառայություն իրավունք ունենք ի թիվս այլնի իրականացնելու հեռախոսային հաղորդակցության վերահսկում միջոցառումը եւ այս փաթեթով առաջարկում է ՕՀԳ օրենքով թույլատրելի դարձնել ծառայության կողմից թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկման օպերատիվ հետախուզական միջոցառումը ինքնուրույն եւ սեփական օպերատիվ տեխնիկական ենթակառուցվածքներով կատարելու հնարավորությունը։ Զեկուցումս այսքանն է, շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցերի համար հերթագրում Արթուր Խաչատրյան։ Ինգրիքան երկու հարց ունեմ, առաջինը վերաբերում է զենք կիրառելու իրավունքին, ծառայությունը 3 տարի է գործում է, նման կարիք ցայժմ առաջացել է, թե ոչ, եւ երկրորդ հարցը գաղտնալսումներին։ Ինչը։ Գաղտնալսումներին։ Ենթադրում եմ, որ ձեր գործունեությունը դատելով վերնագրից ուղղված լինելու արտաքին հետախուզության, այսինքն դրսում հետախուզական տվյալներ հավաքելու։ Եթե ստեղ են գալիս, ապա դա արդեն հետախույզները այնտեղ է գալիս են Հայաստան, դա արդեն հակահետախուզության գործն է, այսինքն ԱԱԾ-ի գործն է։ Այդ դեպքում ավելի ճիշտ չէ լինի ԱԱԾ-ի հետ համագործակցել օպերատիվ տվյալներ հավաքելու համար։ Հիմա ես չգիտեմ Հայաստանում քանի հաստատություն է գաղտնալսում իրականացնում, բայց կասկած ունեմ, որ համատիրություններից բացի մնացած բոլորը այդ գործով զբաղվում են։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան հարցերի համար, զենք հատուկ միջոցներ կիրառելու հնարավորություն, ինչպես ասացի, օրենքով իսկ արդեն նախատեսված է, այսինքն ծառայության ֆունկցիոնալը ենթադրում է նաև սեփական անվտանգության ապահովման պարտավորություն, ինչը ենթադրում է զենքի եւ հատուկ միջոցների կրման եւ պահպանման կարգ, մեր առաջարկությունը վերաբերում է, այո, ձեր հարցի պատասխանը այո, անհրաժեշտությունը առաջացել է, որտեղ մենք ենք ապահովում մեր իսկ ենթակառուցվածքների անվտանգությունը 24/7, ինչ վերաբերում է թվային վերահսկողության միջոցառմանը, մեր առաջարկը նախ մանդատի հետ կապված ասեմ, որ ազգային ժողովի կողմից ընդունված եւ 6 պահին էլ գործող օրենսդրությամբ ծառայության մանդատը չի սահմանափակվում միայն արտաքին յուրիսդիկցիաներով, այսինքն մենք մեր ֆունկցիոնալի իրականացման համար կարող ենք օգտագործել յուրային յուրիսդիկցիան եւ այս տրամաբանության մեջ ինչ վերաբերում է ԱԱԾ-ի հետ համագործակցությամբ, ես վստահեցնում եմ մենք շատ սերտ ենք համագործակցում ԱԱԾ մեր գործընկերների հետ, խոսքը այլ բանի մասին է, խոսքը սեփական պատասխանատվությամբ նման զգայուն միջոցառումը կիրառելու կարգ ունենալու մասին է։ Շնորհակալություն։ Արձագանք եւ լրություն դահլիճում, պարոն Հակոբյան, բարձրացեք ձեզ, զբաղեցեք ձեր տեղը։ Արձագանք։ Զենքի կիրառման հետ կապված։ Ես ճիշտ հասկացա, որ մոտ կբերեք։ Ես այնց աղմուկ կա, որ գոռամել լավ բան չի լսվում։ Ես ճիշտ եմ հասկանում, որ զենքի կիրառման անհրաժեշտություն առաջացել է ձեր անձնակազմի պաշտպանության համար, որովհետև էլի եմ ասում, աղմուկ կա եւ բան չէր լսվում։ Եվ երկրորդ հարցը, ակնհայտ է, որ պետք է ԱԱԾ-ի հետ եւ ոստիկանության եւ մնացած բոլորի հետ համագործակցել։ Հիմա իմ ասածն ուրիշ է։ Հայաստանում ենթադրում եմ ԱԱԾ-ն ունի գաղտնալսելու իրավունք, ոստիկանությունը ունի, քննչականը ունի, դատախազությունը ունի, ենթադրում եմ, որ դուք եք ունենաք, այսինքն դուք եք ուզում ունենաք։ Հիմա այս բոլորը իրար լսում են մեր քաղաքացին, բանան ասել, որ մա հեռախոսը զանգը գալիս է, մտածում է պատասխանի, թե չէ։ Միգուցե մի հատ ընդհանրական ինչ-որ մի բան արվի եւ գերատեսչական համագործակցության շրջանակները մեր այդ համագործակցեք։ Շնորհակալություն։ Ձեր շնորհակալություն, նորից հստակեցնեմ, այո, զենքի եւ հատուկ միջոցների կարիքը կա եւ դա բխում է այն ֆունկցիոնալից, որը ընդունվել է ազգային ժողովի կողմից օրենքով։ Ինչ վերաբերում է թվային վերահսկողությանը, մեր երկրում շատ հստակ օրենսդրությամբ սահմանված են այն մարմինները, որոնք ունեն օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնելու եւ օրենքով շատ հստակ կարգավորված են այն մարմինները, թե դրանցից որոնք ինչ տեսակի ՕՀՄ իրականացնելու իրավունք ունեն եւ դրանք շատ հստակ են, բոլորին չեն լսում եւ ձեզ վստահեցնում եմ։ Ինչ վերաբերում է նրան, որ մեր առաջարկը չի վերաբերում պարոն Խաչատրյան նոր հնարավորություն կամ լիազորություն սահմանելուն, մեր առաջարկը վերաբերում է այդ արդեն իսկ սահմանված լիազորության, հենց ձեր ասած միջգերատեսչական համակարգմամբ եւ սեփական պատասխանատվությամբ իրականացնելու ընթացակարգ սահմանելու։ Շնորհակալություն։ Արմենուհի Գյուրեղյան։ Պարոն Եղոյան, պահպանեք լռություն։ Սիրելի գործընկերներ, պահպանեք լռություն։ Տիկին Գյուրեղյան, խնդրեմ։
Տիկին Գրիգորյան, մարտին երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե առաջիկա ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա սեպտեմբերին աղետաբեր պատերազմ կսկսվի։ Արդյոք այս հայտարարությունը ձեր ծառայության օպերատիվ արտաքին հետախուզության ծառայության որոշակի տվյալների հիման վրա էր արված, թե դուք տեղյակ չէիք այդ հայտարարությունից եւ եթե ոչ, ապա արդյոք դուք փորձել եք հասկանալ ինչ հիմքով նման հայտարարություն արվեց եւ փորձել եք արդյոք օպերատիվ հետախուզական որոշակի տվյալներ ստանալ նման հայտարարությունը ճշտելու կամ փաստը արձանագրելու համար։ Ովքեր էին նրանք, ով է այն երկիրը, որն է այն երկիրը, որ այդ պատերազմը պետք է սկսի մեր դեմ։ Շնորհակալություն Տիկին Գյուրեղյան հարցի համար։ Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, որով նախատեսված է ծառայության լիազորությունների շրջանակը, մենք որևէ իրադարձության չենք սպասում տեղեկություններ հավաքելու Հայաստանի անվտանգային ռիսկերի վերաբերյալ, եւ դա անում ենք 24/7 ռեժիմով։ Ինչ վերաբերում է պարոն վարչապետի հայտարարությանը, կարծում եմ շատ տրամաբանական բան է ասել պարոն վարչապետը։ Իր ասածը հետևյալն էր, որ եթե քաղաքական նախընտրական փուլում, քաղաքական մրցակցող ուժերը հարցականի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, դա ենթադրում է, որ խաղաղությունը հաջորդիվ փլուզվելու է։ Վարչապետի ասածը այս տրամաբանությունն է։ Ինչ վերաբերում է ծառայությանը, մենք ինչպես ասեցի, անդադար բոլոր հնարավոր դերակատարներից սպասվող, կանխատեսվող գնահատված ռիսկերը հիմնված հետախուզական տեղեկությունների անկողմնակալ վերլուծության վրա զեկուցում ենք ըստ սահմանված կարգի։ Շնորհակալություն։ Արձագանք։ Այսինքն փաստվեց, որ արտաքին հետախուզության ծառայությունը որևէ նման տվյալ չունի, դա ընդհանրապես վարչապետի քաղաքական հայտարարություն էր, որը մենք սովոր ենք, մեր երկիրը գիտի, որ հայտարարությունն արվում է այն պահին այնպես, ինչպես իրեն ձեռք է տալիս, եւ դա որևէ տրամաբանական հիմք չունի։ Շնորհակալություն։ Տիկին Գյուրեղյան, ձեր լոգիկայի պայմաններում կարող ենք նաև շատ բան փաստել ձեր ասածից կամ ինչը այդպես չէ օբյեկտիվ իրականության մեջ։ Շնորհակալություն։